հարց ու պատասխանին ավելի շուտ, որ Հայաստանում արդարադատությունը խայտառակ վիճակում է եւ պետք է վիրահատական միջամտություններով նաեւ լուծել այդ հարցը, դա կապեց նաեւ նոր սահմանադրության ընդունման հետ։ Ես ուզում եմ հարցնել նախորդ 8 տարիներին կոնկրետ ինչն էր խանգարում խայտառակ վիճակում գտնվող արդարադատությունը վերականգնել կամ բերել նորմալ վիճակի։ Դե մենք մի շարք ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք փորձել իրականացնել արդարադատության ոլորտում, դատական համակարգում։ Դրանք տեղ-տեղ տվել են իրենց արդյունքները, մեծ հաշվով, բայց մենք գոհ չենք այդ արդյունքներից եւ մեր գոհ չլինելը հատկապես արտահայտվում է ժողովրդի հետ մեր խոսակցություններում, ուրեմն ունեցած տպավորություններից եւ դրա համար կարծում ենք, որ նոր սահմանադրության մեջ պետք է կարդինալ փոփոխություններ արվեն։ Այս իմաստով մասնավորապես երթվյալ ատենակալների ինստիտուտի իմաստով, որպեսզի մենք կարողանանք ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որ ուրեմն թե մենք, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհ լինեն գործընթացներից արդարադատության ոլորտում տեղի ունեցող Սրա մասին է խոսքը, կարող ենք էլ ավելի մանրանալ ուղիղ նոր սահմանադրության եւ դատաիրավական համակարգում, որովհետեւ փոփոխությունները դատաիրավական համակարգում, խորքային փոփոխությունները հնարավոր են անել սահմանադրական նոր սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով, օրինակ երթվյալ ատենակալների ինստիտուտը այդ գործիքներից մեկն է։ Ես կարծում եմ, որ մեր արդարադատության ոլորտի գործընկերները ձեզ ավելի մանրամասն եւ ավելի մասնագիտական պատասխաններ կտան։ Այս իմաստով ես քաղաքական գնահատական կարող եմ տալ այս առումով, նաև վերջին շրջանում մեր այցելությունները քաղաքացիների հետ մեր հանդիպումները Հայաստանի ամենատարբեր համայնքներում խոսում են դրա մասին, որ արդարադատության համակարգը չի գոհացնում ուրեմն Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ այո, ես էլ կկիսեմ վարչապետի դիտարկումը այս իմաստով խայտառակ վիճակում է, որովհետեւ ես էլ օրինակ ունեցել եմ տարբեր փորձառություն դատական համակարգի հետ կապված, երբ որ կայացվել են վճիռներ, որոնք առնվազն հեռու են մասնագիտական մոտեցումներից, հեռու են պրոֆեսիոնալիզմից, ինչի պատճառով նաև հայտնվել ենք ոչ միանշանակ իրավիճակում կապված դատական վճիռների որակի հետ։ Մի ճիշտ հարց էր, պարոն Հովհաննիսյան, այսինքն գործիքների պակաս եք ունեցել անցած 8 տարիներին եւ այդ գործիքները սահմանադրությամբ Գիտեք, մենք ճանապարհ ենք անցել եւ այդ ճանապարհը անցնելուց հետո եկել ենք այս եզրակացությանը։ Եվ այո, այս պահին գտնում ենք, որ կան գործիքների պակաս եւ կա նաեւ ինստիտուցիոնալ փոփոխության անհրաժեշտություն։ Հիմա վարչապետը երբ որ ասում է, որ արդարադատության հաստատման համար նոր սահմանադրություն, այսինքն սահմանադրության հիմնական ընդունման հիմնական բանը հիմա դառնում է արդարադատության հաստատումը։ Ոչ միայն կարևորագույն փոփոխություններից մեկը նոր սահմանադրության պետք է վերաբերի արդարադատության ոլորտին, բայց ոչ միայն արդարադատության։ Պարոն Հովհաննիսյան, որպեսզի Հայաստանում արդարադատության վիճակը ողբերգական չլինի, գուցե դուք դատարանի վճիռների հետ հաշվի նստեք եւ ինչպես դատարանն է որոշում ներողություն խնդրեք, կարծեմ մի դրվագով դուք խուսափում եք, եթե այս ընթացքում բան չի փոխվի, իհարկե խնդրել եք ներողություն, մի դրվագով խուսափում եք, չէ՞, խնդրել։ Դուք սխալվում եք, պարոն Կիրակոսյան, առնվազն սխալվում եք, ես այլ որակում չեմ տա, որտեղ պետք է ծանոթանալ գործընթացներին, ես որևէ բանից չեմ խուսափել։ Մենք ներողություն ավարտ ձեր հարցին եմ, Երկար Ղազանի ասածներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, կարծում եմ որևէ մեկին էլ չեն հետաքրքրում։ Ուրեմն ես նոր որ խոսում էի դատական վճռի ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին եւ անորոշ վիճակում մարդկանց գցելու մասին, նկատի ունեի հենց ձեր մեջ վերած վճիռը, որը ամբողջությամբ կատարված է։ Պարոն Հովհաննիսյան, վճիռը ամբողջությամբ կատարված է։ Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ուժեղ Հայաստան կուսակցության 14 անդամ եւ ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակը նույնպես հայտարարել այդ մասին, ձերբակալվել են կաշառք տալու եւ ստանալու մեղադրանք։ Բայց մասով որևէ մեկնաբանություն կարող եք Դե մեկնաբանությունը նախորդ դեպքի ժամանակ ուժեղ Հայաստան կուսակցության անդամները հեգնախով են վերաբերում այդ ձերբակալությանը։ Դե գիտեք, Հայաստանի Հանրապետությունը իրավական պետությունն է, փակված է էջը Հայաստանում ընտրակեղծարարության եւ ով կփորձի այդ ճանապարհով գնալ, հանդիպելու է օրենքի ուժին, ինչը որ մենք տեսնում ենք։
Իրավապահ մարմիններն աշխատում են, ես այս իմաստով չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, իմ մեկնաբանությունը զուտ քաղաքական կարող է լինել, այն առումով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են եւ բոլորը պատասխան են տալու առանց որևէ կարգավիճակի։ Ես նաեւ տեսնում եմ, որ մարդիկ ինչ որ հղումներ են անում մարդկանց տարբեր կարգավիճակներին, միևնույն ժամանակ այդ կարգավիճակի օրինակ կերակրող մոր կամ կնոջ կարգավիճակը հաշվի չառնելով նրանց դրդում են տարբեր տեսակի հանցանքների ընտրական զեղծարարության մասին է խոսքը, հետո գալիս են ասում են թե բա գիտեք, ուրեմն կերակրող մայրը եւ նրան ձերբակալեցին։ Օրենքը չի ճանաչում կարգավիճակ, այս իմաստով լավ է գոնե որ դատարանը խափանման միջոցը կիրառել է կերակրող մոր վերաբերյալ ուրեմն վարչական հսկողությունը, ինչը ես ասում եմ, որ ոչ թե պատիժ է այս դեպքում, այլ փրկություն, որովհետև պետության հովանու ներքո այդ մարդիկ չեն կարողանա նոր հանցանքների գնալ եւ վտանգի տակ դնել իրենց երեխաներին, իսկ մնացած գործընթացները իրավական գործընթացներ են, բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ, Հայաստանում ընտրակեղծիքներով, ընտրակաշառքներով հնարավոր չի ազդել ընտրության արդյունքների վրա, մենք դա թույլ չենք տվել, թույլ չենք տալու։ Պարոն Հովհաննիսյան, արդյոք հող չեք նախապատրաստում այդ կուսակցությանը թույլ չտալու ընտրությունների մասնակցել, նաև ես հիշում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ձեր տված հարցը, որ ասում եք ինչու օրինակ այդքան կարող է մասշտաբային կաշառքի մասին այսքան հող եք նախապատրաստում։ Մենք ենք ներողություն, ընտրակաշառք բաժանում են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, բայց մենք ենք հող նախապատրաստում, չէ, իմ հարցը վերաբերում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ուրեմն կարծիքին եւ նաեւ թե ինչ պետքա տեղի ունենա, ինչ մասշտաբներին պետք է հասնեն օրինակ ընտրազեղծարարությունը կամ բարեգործության նորմի խախտումը, որ մենք ուրեմն չգրանցելու process-ին հասնենք, բայց պատասխան լսեցի, որ քանի դեռ կուսակցությունները գրանցված են ռեգիստրում, ապա չգրանցելու մասին խոսք լինել չի կարող, իմ հարցը ճշտող հարց էր, ինչ վերաբերվում է ձեր դիտարկմանը, որ մենք ինչ որ հող ենք նախավ, ներողություն, ես կրկնում եմ, շինծու որևէ գործ չկա, Հայաստանի Հանրապետությունում շինծու գործերի դարաշրջանը վաղուց փակված է, կան ձայնագրություններ, կան օպերատիվ տվյալներ, որոնք հրապարակվում են պատե առիթներով եւ ուրեմն մնացածը իրավական տիրույթում է, թե ինչ-որ մեկը հող է նախապատրաստում, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը չգրանցվի կամ գնա եւ տապալվի ընտրություններին, այդ միակ հող նախապատրաստող հենց իրենք են, իրենց գործողություններով, իրենց հայերեն չիմացող առաջնորդով, իրենց ուրեմն ընտրակաշառք բաժանելու փորձերով, իրենց իբր թե բարեգործության անվան տակ, ուրեմն ընտրակաշառք բաժանելու փորձերով։ Միայն վարչապետը չէ, դուք թիմ առհասարակ մշտապես ասել եք, որ եթե ես ճիշտ եմ հիշում, բայց ամեն դեպքում դա կլինի ձեր հանձնարարությունը, որ Հայաստանում ընտրակեղծիքներով եւ այլն քիչ առաջ էլ ասացիք, ընտրություններ կեղծելու այդ էջը փակված է։ Հիմա դուք երբ որ իրավապահ համակարգը ինչպես դուք եք ծնվում, գործում է, կատարում է լիարժեքիկ գործառույթները, այս պայմաններում հնարավոր է որ Հայաստանում համակարգված կաշառք բաժանելու գործընթացով ընտրություններ կեղծվեն։ Ինչպես տեսնում եք, հնարավոր չէ, որովհետև ինչպես տեսնում եք, կան որոշ շրջանակներ, որոնք փորձում են, եւ ամեն օր մենք տեսնում ենք, որ ձեր նշած ուրեմն գործերի հետ կապված մարդիկ են ձերբակալվում, օպերատիվ տվյալներ են հրապարակվում եւ հետեւաբար ձեր հարցի պատասխանը այստեղ է ամփոփված։ Եթե իրավապահ համակարգը չկարողանար օպերատիվ կերպով արձագանքել նման իրավիճակներին, ապա այո, մենք կվերադառնայինք այն կետին, երբ որ համակարգային ընտրակեղծիքներ էին տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում ամենատարբեր դրսևորումներով, կամ ընտրակաշառքի, կամ ընտրատեղամասում լցոնումների եւ այդպես շարունակ, բայց իրավապահ համակարգն իր տեղում է, հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ կերպով գործում է եւ ուրեմն թույլ չի տալու, որ վերադարձ լինի նախկին վարքերին։ Պարոն Հովհաննիսյան, կարելի է ձեր ասածից պնդել կամ ենթադրել, եզրակացնել, որ այն արդյունքը, որ կգրանցվի ընտրություններում, դա կլինի արդար ընտրություններով ֆիքսված։ Եթե որևէ կողմ կմտածի, որ ընտրությունների արդյունքները ուրեմն արդար չեն կամ առնվազն ցանկություն կունենա վիճարկելու, Հայաստանի Հանրապետությունում կան բոլոր իրավական ճանապարհները դա անելու համար, թե մեր կողմից, թե ուրեմն մյուս քաղաքական ուժերի կողմից։ Պարոն Հովհաննիսյան, ասացիք ուժեղ Հայաստանը կաշառք է բաժանում,
Ես ասացի, որ կան օպերատիվ տվյալներ եւ ձերբակալված անձինք, որ նրանք կաշառք են բաժանում։ Չէ, մինչ այդ էլ ուղիղ ասացիք, որ կաշառք են բաժանում, այսինքն ձեզ դատարանի վճիռ պետք չի։ Ես ասացի, որ կան օպերատիվ տվյալներ եւ կան, եթե այդպես է տպավորվել, ապա ես կրկնում եմ, որ կան օպերատիվ տվյալներ եւ ձերբակալված անձինք առայն, որ ուրեմն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները ներգրավել են այս կամ այն ընտրական զեղծարարությունների մեջ։ Կապացուցվի դա, թե չի ապացուցվի, այո, թող լինի դատական վճիռ, բայց առնվազն մենք ունենք օպերատիվ տվյալներ, որոնք հրապարակված են, որտեղ մարդիկ ներողություն ռուսերեն բառից համար տելևիզոր են բաժանում, հետո նաև քյաբաբի ինչ որ բաժանման գործընթացների հետ գործ ունեցանք, հետո հեռուստացույցի փողն էին առաջարկում, մեծամորում մարդկանց էին ոնց որ թե գրանցվել եւ բայց այդ գրանցված մարդկանց օգտագործում էին որպես ուրեմն ընտրական process-ներն էլի կեղծելու համար։ Ամեն դեպքում նման տվյալներ կան, հակակոռուպցիոն կոմիտեում իրավապահ մարմինները տվյալներ են հրապարակել։ Այո, դատական վճիռներ կլինեն, հետո արդեն ավելի հաստատական կխոսենք սրա մասին, մենք հիմա հիմնվում ենք այս պահ եղած տեղեկատվությունների վրա։ Պարոն Հովհաննիսյան, եթե ինչպես դուք եք ասում, տելևիզոր տալը ընտրակաշարք է, այդ դեպքում բաղնիքի վերանորոգման հարց կազմակերպելը կարող է ընտրակաշարք դիտարկվել։ Ինչի մասին է ձեր հարցը, ես ուզում եմ։ Ընդհանուր ուղղակի հարցում եմ, Դե ուղղակի տեն շատ բան է կարող եք հարցնել։ Օդի մեջ հիմա ինչ մտներով փչի պետք է հարցնեք, ես պատասխանեմ, ես չեմ պատասխանում ձեր հարցին։ Այլ հարցեր կան։ Լիլիթ ջան, ներողություն։ Վարչապետին մոտենում է մի քաղաքացի, ասում է, որ լոգարանի խնդիր ունի, վարչապետը մարզպետին հանձնարարում է զբաղվել քաղաքացու լոգարանի վերանորոգմամբ։ Հիմա սա դա Կոտայքի մարզում է եղել։ Ես չգիտեմ դուք ինչի մասին եք խոսում, ես գիտեմ այլ բան, որ վարչապետին քաղաքացիները մոտենում են եւ վարչապետը շատ ուղիղ ասում է, որ կա բարեգործության արգելք եւ մենք այս պահին որևէ խոստում չի տրվել որևէ քաղաքացու։ Մարզպետին ասաց, որ Ես չգիտեմ դուք ինչի մասին եք խոսում։ Ես կրկնում եմ, որ ես չգիտեմ դուք այս պահին ինչի մասին եք խոսում։ Երբ որ հրապարակում ես կտեսնեմ, կմեկնաբանեմ, բայց ես բացառում եմ, բայց ես դե հիմա քաղաքացին կարող է շատ բան առաջարկել եւ շատ բան ասել։ Ես կրկնում, մի ընդհատեք խնդրում եմ։ Որտեվ հարցը Ներողություն, վերջացրեցիք ես կարծում եմ։ Չէ, դուք սխալ եք կարծում։ Ներողություն, պարոն Հովհաննիսյան, վարչապետը ասում է Կոտայքի մարզպետին զբաղվեք, տեսեք ինչ է կատարվում։ Դե հիմա դուք նորից նույն բանը կրկնում եք, այսինքն ես որ ասում դուք հարցը ավարտել եք, ես ճիշտ եմ ասում։ Ասացի արդեն, ներողություն, պարոն Կիրակոսյան, ես հիմա ձեր փոխարեն, պարոն Կիրակոսյան, ես ձեզ չեմ բանավիճում։ Դուք հարցը ավարտել եք, գիտեք ինչու, որովհետև դուք կրկնեցիք նույն հարցը, ինչը նշանակում է, որ նախորդիվ դուք ձեր հարցը արդեն ավարտել եք, եւ ես ձեզ խնդրում եմ, չբանավիճեք իմ հետ։ Երկրորդ, ես կրկնում եմ, որ վարչապետին բազմաթիվ քաղաքացիներ են մոտենում տարբեր հարցերով եւ վարչապետը շատ ուղիղ պատասխանում է մեր բոլոր սիրելի հայրենակիցներին եւ մենք էլ ես էլ հիմա պետք է ասեմ որ սիրելի հայրենակիցներ այս պահին գործում է բարեգործության վերաբերյալ արգելք եւ մենք որևէ մեկին որևէ խոստում չենք տվել, չենք կարող տալ եւ չենք տալու մեր խոստումները ամփոփված են կառավարության ծրագրում դրանք իրականացվում են Այս փուլում մինչև ընտրությունները իրականացվելու են, դրանք որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես բարեգործության խախտումներ եւ այլն եւ այդպես շարունակ առանձին անհատական խոստումներ եւ այլն հնարավոր չի տալ, հնարավոր չի առանձին մարդկանց խնդիրներ լուծել այս փուլում, որտեղ դրանք օրենքի խախտումներ են։ Շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, երեկվանից քննարկվում է կառավարության ծրագիրը, ինչպես նկատում ենք, ընդդիմադիրները չեն գալիս, այսինքն գալիս են գրանցվում են, բայց հիմնական քննարկումներին չեն մասնակցում, վարչապետը կարճ տեսանյութը հրապարակեց, ասաց թե ինչի համար են գալիս։ Ձեր կոչը ո՞րն է այն մարդկանց, որոնք պատրաստվում են ընտրել ընդդիմադիրներին, որոնք կարելի ասել չեն գալիս աշխատանքի։ Դե կոչը այդ մարդիկ ես կարծում եմ շատ վաղուց արդեն ամեն ինչ հասկացել են, ընդդիմադիրներն էլ հաշտվել են իրենց պարտության հետ։ Վերջին 2 ամիսն է մնացել, եկել են ներողություն ես պարլամենտերքիս համար գումար քերելու Հայաստանի Հանրապետության ժողովրդից։ Եվ սրանից պետք է ելնի ժողովուրդը։ Ուրեմն մենք գործ ունենք մի քաղաքական միավորի հետ, այս դեպքում եթե խոսում ենք Հայաստան Դաշինքի մասին, որի մի մասը գնացել է Ծառուկյանի ցուցակ, մյուս մասը գնացել է Ուժեղ Հայաստանի ցուցակ։ Այն մյուս մասը ընդհանրապես հիմա նիստերի չի, այսինքն մարդիկ հայտ են ներկայացրել նորից ընտրությունների մասնակցել, բայց ելի նիստերի չեն գալիս են մանկապարտեզ լրիվ, էլի, չնայած մանկապարտեզում ավելի լուրջ միջավայր է, ավելի ինստիտուցիոնալ միջավայր է այս առումով, երեխեքը գալիս են, ճաշիկ են ուտում, խաղում են, քնում են, արթնանում են եւ սպասում են, որ իրենց ծնողները գան, տանեն իրենց տուն, բայց Հայաստան Դաշինքի մոտ ավելի ապա ինստիտուցիոնալ վիճակա, քան մանկապարտեզում։ Իրանք դες գալիս են, փախ, վազ, արագ
այդ քարտերը տեղադրում են, գրանցվում են ու փախնում են դահլիճից, որ հանկարծ իրանց ոչ մեկ հարց չտա, հանկարծ իրանց ոչ մեկ ինչ որ թթու բառ չասի, հանկարծ իրանց ինչ որ մեկը ներողություն ես խոսում եմ, իմ հետ զուգահեռ ինչ խոսում, դե խոսում եմ ես, հարգելի գործընկեր, հարց կտամ, կպատասխանեմ։ Շեղեցիք արդեն ինձ, ընդդիմության մասին ուզում եմ մի լավ բան ասել, բայց չեմ ասի։ Ասում է Փաշինյանը այնպեսի գրեհիկը բառեր օգտագործում, որ դրա համար ով է ասում։ Պատգամավորներից էին ասում, ճապազույց։ Ով է ասում։ Արմեն Ռուստամյանը ավելի լավ է թող ինքը հիշի, թե ոնց էր խոսում Հրայր Թովմասյանի հետ, նոր խոսա ինչ-որ բաներից։ Պարոն Հովհաննիսյան, ուզում եի հարցնել Ու գրեիք բառը ներողություն վարչապետը չի օգտագործում, ինչ որ ասում է, լավ է ասում, ճիշտ է ասում, էլ մի բան էլ քիչ է ասում։ Ասում եմ մենք չենք կարող։ Ներողություն։ Փաշինյանի հետ ձևաչափը, բայց Ես լսում եմ ձեզ։ Ավարտեցիք արդեն, հիմա երկրորդ հարցն է տալիս։ Շարունակեմ։ Ուրիշ հարց եք տալիս։ Իր ասածն եմ շարունակում։ Ում ասածը։ Արմեն Ռուստամյանի ասածը ես չեմ արձագանքում։ Ընդդիմությունն ասում է, որ մենք հարցու պատասխանը չենք պատասխանում, որովհետեւ չենք ներկայանում հաջող, որովհետեւ չենք կարողանում ամբողջապես ասենք այն, ինչ պետք է ասենք, ձևաչափը թույլ չի տալիս։ Գիտեք ընդդիմությունը չի գալիս հարց ու պատասխանի, որովհետև ընդդիմությունը երբ գալիս է հարց ու պատասխանի, ուրեմն վարչապետը իրենց տալիս է պատեպատ, քաղաքական իմաստով։ Դրա համար էլ չեն գալիս։ Լսում եմ ձեզ, հարգելի ազատության գործընկեր։ Մարիան Կարապետյան, որ հարցը ուղղեց համանadrության հետ կապված, ասաց, որ իր կարծիքով, եթե ճիշտ եմ հիշում, լավ կլինի, որ մինչև ընտրությունները հրապարակվի համանadrության տեքստը։ Ուզում եմ հարցնել, կա որոշում նաև քննարկումները խմբակցությունում են տեքստի շուրջ ընթանում, ինչ ֆորմատով են այդ քննարկումները ընթանում նախագծի շուրջ եւ ի վերջո կա որոշում տեքստը միջև ընտրությունները կհրապարակվի։ Մենք կփորձենք այնպես անել, որ հրապարակենք տեքստը, աշխատում ենք այդ ուղղությամբ, աշխատանքները տարվում են եւ Արդարադատության նախարարությունում, խմբակցությունը հանդիպել է Արդարադատության նախարարի հետ, ելի կհանդիպի, գտնվում ենք աշխատանքային քննարկման փուլում, ոչ մի բան ինքնանպատակ չենք ուզում անել, այսինքն երբ որ պատրաստ կլինի հրապարակման տեքստը, այս բան կա աշխատանքային տեքստ, երբ որ ամբողջական հրապարակման ենթակա կլինի կհրապարակենք, այս բան ժամկետներ ես չեմ կարող ասել, որովհետեւ առնվազն ես համադրական հանձնաժողովի անդամ չեմ եւ պատե չեմ համարի, որ հիմա ես խոսեմ որևէ ժամկետներից։ Քաղաքական առումով որովհետեւ մենք ուզում ենք հնարավորինս բաց, անկեղծ եւ ուղիղ լինել մեր ժողովրդի հետ եւ որովհետեւ մենք ասում ենք, որ ակնկալում ենք մեր քաղաքացիներից ստանալ համադրական մեծամասնություն եւ ասում ենք, որ ընտրություններից հետո գնալու ենք համադրական նոր համադրության ընդունման հանրաքվեի եւ կարծում եմ քաղաքական իմաստով լավ կլինի, որ ստացվի այնպես, որ մենք հաջողենք մեր աշխատանքներում եւ ստացվի տեքստը հրապարակել մինչեւ ընտրությունները, բայց կրկնում եմ, մենք աշխատանքային փուլում ենք գտնվում, դրա համար ես չեմ կարող այս բանին կանխատեսումներ, ժամկետներ եւ հաստատապես որևէ բան ասել։ Եվ մի հարց է պարոն Հովհաննիսյան, քանի որ քննարկել եք խմբակցությունում, որ փորձեք կարճ ներկայացնել սահմանադրության այդ առանցքային փոփոխությունը բովանդակային առումով, որ լինելու է եւ որ դուք ֆիքսել եք, որ ինչ-որ կոնկրետ կետեր առանցքային փոփոխության է ենթարկվելու, կարող եք ասել։ Շատ կան առանցքային կետեր, բայց ես կրկին քաղաքական գնահատականը իմ կտամ, որ պետքա լինի սահմանադրություն, որի հետ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունը հաշտ է լինելու եւ պետքա ունենանք սահմանադրություն, որի ընդունման համար մարդկանց փող չեն բաժանել, չեն ստիպել, որ գնան քվեարկեն այդ համանդրության օգտին։ Իսկ բովանդակային հատվածին ես կխնդրեմ, որ մենք անդառնանք արդեն երբ որ աշխատանքային քննարկումներն անփոփած կլինեն։ Եվ վերջին հարցը, ընդդիմադիրները ամեն դեպքում ասում են, որ այդ արդարադատության մասին նաև որ խոսվում է եւ այլն, այս ամբողջը փոխածածկում թե քողարկելու են, որ այս համանդրությունը իրականում փոխվում է Բաքվից եկած պահանջով։ Եվ եթե այդպես չլիներ, առանցքային կհասկանայինք ինչ է փոխվում, օրինակ վարչապետի լիազորությունները, շոշափելի։ Դե ես նորից պետք է ասեմ, որ գտնվում ենք աշխատանքային քննարկման փուլում, երբ որ տեքստը կհրապարակվի, ձեր բոլոր հարցերի պատասխանները դուք կտեսնեք։ Իսկ ինչ վերաբերվում է արտաքին ազդեցություններին, ապա Հայաստանում արտաքին ազդեցության ներքո գտնվում է անդիմությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի եղել եւ չի լինի երբեք արտաքին ազդեցությունների ներքո եւ նոր համանդրության օրակարգը Հայաստանի ներքաղաքական օրակարգն է բացառապես։ Ինչ փաստերն է, որ արտաքին ազդեցության ներքո են ընդդիմադիրները, օրինակ ասեք երկու փաստ բան։ Երկու փաստ, դե մեկը որ մենք տեսնում ենք, որ ուրեմն
կան առաջարկներ եւ խնդրանքներ, որպեսզի Հայաստանի քաղաքացիություն չունեցող մարդիկ մասնակցեն ընտրություններին, մենք հասկանում ենք ում մասին է խոսքը։ Նաեւ տեսնում ենք, որ օրինակ Հայաստան Դաշինքի առաջնորդը խոսում է միութենական պետություն ունենալու մասին, տեսնում ենք օրինակ Գագիկ Ծառուկյանը խոսում է իր եւ Լուկաշենկոյի աղբերության մասին, ով աջակցել է Ադրբեջանին Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ։ Ես կարծում եմ, էլի կան շատ փաստեր ու դուք ինձանից շատ փաստեր պետք է իմանաք եւ ես չպետք է այդ աշխատանք անեմ, դուք պետք է այդ աշխատանք անեք բացահայտելու համար արտաքին կարող եք ասել, դուք լրագրող եք եւ ձեր նաեւ աշխատանքի մեջ է մտնում։ Կարող են կնդիմադիրներ ասացնել, դուք եք թուրք ադրբեջանական ազդեցության դա վիրավորական եւ անհիմն հայտարարություն է։ Ես որ ինչ-որ ներողություն դիմությունը շատ բան ասում։ Ես ինչ-որ ասացի հիմնավորված է, դրա մասին կան տեսանյութեր։ Դուք հարցը տվեցիք, ես պատասխանեցի, ավարտեցինք։ Լսում եմ ձեզ։ Երկու օր առաջ տարածվեց, բացահայտվեց, որ օդանավակայանում 100 ռուբլու անօրինական մուտք էր 47 միլիոնի ոնց որ, հա։ Սա կարող են կապել ընտրական գործընթացներում կիրառելու հետ ու նաև այս ընտրակաշարքների այս մեծ բացահայտումների ֆոնին ինչ-որ կապ ունեն։ Դժվարանամ ասել, բայց չեմ էլ բացառի, որովհետև սա իրավապահ մարմինների տիրույթն է։ Մենք գիտենք, որ փորձեր արվում են, հիմա այս process-ներն էլ վերջին իրադարձություններն են, այն մասին են, որ մարդիկ ուզում են փող բաժանեն։ Մի դեպքում ստացվում է, մի դեպքում չի ստացվում, եւ այդ փողերն ինչ-որ տեղից գալիս են, եւ ինչ-որ միտեղ պետք է գնան։ Հիմա ժամանակակից աշխարհում նաեւ մենք գործ ունենք կրիպտոարժույթների հետ եւ պետքա ուշի-ուշով հետևենք այս դրամաշրջանառությանը եւ նաեւ պետքա ասեմ, որ վստահաբար գիտեմ, որ իրավապահ մարմինները բացահայտել են նաեւ ուրեմն այդ շղթան դրամաշրջանառության փորձերը համակարգված ընտրակաշարք բաժանելու եւ ես վստահ եմ, որ իրավապահ մարմինների կողմից կանխվելու են այս փորձերը եւ կրկնում եմ, որ Հայաստանում ընտրակեղծարարության միջոցով հնարավոր չի լինելու այլևս ազդել ընտրական process-ների վրա, ինչպես հնարավոր չի եղել 2018 թվականի ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ եւ